Քաշի կորուստը մեծ ձեռքբերում է, բայց նրա հետ գալիս են նաև այլ խնդիրներ, որոնց մասին այսօր կուզենամ խոսել։ 10-15-20 կիլոգրամ կորցնում ես, քեզ շատ լավ ես զգում, հագուստը ավելի լավ է նստում, քեզ ավելի ինքնավստահ ես զգում, բայց կա մի բան, որը շատերս չենք նախատեսում՝ մաշկի թուլությունը։ Այտերը այդքան ծիկ չեն, ասենց ասած կոնտուրները այդքան ծիկ չեն, պարանոցի մաշկի թուլությունը նկատվում, ոմանց մոտ նաև մարմնի վրա, որովայնի ազդրերի շրջանում, ծնկների շրջանում, նաև բազուկների շրջանում մաշկի թուլություն։ Ես սիրուն մինացնեմ պլաստիկ վիրաբույժը, այսօրվա տեսանյութում կխոսենք, թե ինչ պրոցեդուրաներ կան, որոնց շնորհիվ կարող ենք այս շրջանների մաշկը շտկել, մի փոքր ավելի ձգել ու տոնուս հաղորդել։ Ու երբ են դեպքերը, երբ որ միայն վիրահատական շտկումն է միակ լուծումը։ Հիմա ինչու է մաշկը թուլանում քաշի կորուստից հետո։ Պատկերացրեք, մաշկը առանցքական հյուսվածք է ու տարիների ընթացքում հարմարվում է մարմնի դեմքի որոշակի ծավալին։ Իսկ երբ քաշը նվազում է ու մանավանդ զգալիորեն է նվազում, մաշկը պետք է հարմարվի նոր ձևին ու նոր ծավալին։ Հիմա այս հարմարվելու ունակությունը կախված է մի քանի ֆակտորներից՝ գենետիկա, ծխել, ապրելակերպ, ինչքան ժամանակ եք ունեցել ավելորդ քաշը, նաև մաշկի էլաստինի ու կոլագենի վիճակից։ Համեմատաբար երիտասարդ լավ առանցքականություն ունեցող մաշկի դեպքում շատ ավելի արագ է կատարվում այս ադապտացիան, հարմարվելը։ Իսկ եթե մաշկը արդեն կորցրել է իր առանցքականությունը կամ ավելորդ քաշը բավականին շատ է եղել ու կորուստը ասենք արագ է կատարվել, այս դեպքում սովորաբար որոշակի թուլություն, շատ թե քիչ, մեկը մնացորդային մնում է։ Հիմա դրա համար տարբեր թուլության աստիճաններ պահանջում են տարբեր բուժման սխեմա։ Հիմա մյուս հարցը քաշի կորուստի դեպքում մանավանդ վերաբերում է դեմքի շրջանին, միշտ չի, որ այդ դեմքի փոփոխությունները մենակ մաշկի թուլության արդյունք են։ Շատ հաճախ նաև ունենում են դեմքի շրջանում ծավալի կորուստ կամ ծավալային կառույցների դիրքի փոփոխություն։ Օրինակ այտերը ավելի հարթ են դառնում, տափակում են, այսինքն փոսություններ ենք նկատում, աչքերի տակ ենք փոսություն նկատում, քունքի շրջանում ենք փոսություններ նկատում, նաև տեսնում ենք ոնց որ կոնտուրների փոփոխություն, մանավանդ այս ստորին ծնոտի գիծը ավելի աղավաղված է լինում։ Հիմա մյուս կարևոր բանը նաև այդ քաշի կորուստի արդյունքում մեր կապաների թուլությունն է, առանցքականության կորուստն է, որ կարող է բերել էլի դեմքի անցանկալի փոփոխություններին։ Դրա համար շատ ճիշտ է գնահատել դեմքը ամբողջությամբ ու նոր որոշել, թե ինչ սխեմայով ենք շարժվելու, ոչ թե ուղղակի ձիգ մաշկով դեմք ստանալու համար, այլ ավելի երիտասարդ դեմք ստանալու համար, սիրուն, հստակ, ավելի թարմ կոնտուրներով, այսինքն եթե պետքա որոշակի ծավալի շտկում կատարվումը, եթե պետքա մաշկի ձգում կատարվումը, եթե պետքա, ասենց ծավալային կառույցների նորից դիրքավորում, վերադիրքավորում ու ֆիքսացիա, դա էլ է պետք կատարել։ Որ գնահատում ենք դեմքը ամբողջությամբ, ոչ թե ֆիքսում մենակ մաշկի թուլության վրա, որտեղ ոչ միշտ է դա խնդիրը։ Հիմա ինչ պրոցեդուրաների շնորհիվ կարելի է իրականացնել մաշկի ձգում։ Հիմա տարբեր տեխնոլոգիաներ կան, այսօր մի քանիսի մասին կխոսենք RF, այսինքն ռադիոհաճախականության մասին, RF միկրոնիդլինգի մասին, այսինքն ռադիոհաճախականությունը համադրած միկրոասեղավորման հետ, HIFU-ի մասին կխոսենք, որը ֆոկուսացված ուլտրաձայնն է, կխոսենք նաև լազերների, ֆրակցիոն CO2 լազերի մասին, ու սրանք ոչ թե նույն պրոցեդուրան են տարբեր անուններով, այլ էներգիան հաղորդում են հյուսվածքներին, մաշկին տարբեր ձևերով, տարբեր խորությամբ ու ինտենսիվությամբ ու ըստ դրա ստանում ենք նաև փոքր տարբեր արդյունքներ, կախված թե որ շերտի վրա ենք հստակորեն ուզում աշխատել ու ինչ արդյունք ենք ակնկալում ստանալ։ Ու նաև նրանց ցուցումներն են տարբեր անատոմիաների դեպքում ու տարբեր խնդիրների դեպքում իհարկե ընտրում ենք տարբեր պրոցեդուրա։ Մենք անցնում ենք առաջ։ Հիմա ինչպես է աշխատում ռադիոհաճախականությունը, RF-ը։ RF-ը էլեկտրական էներգիան ջերմային էներգիայի ձևով փոխանցում է հյուսվածքներին ու սրա միջոցով ինքը ազդում է մեր հյուսվածքների բջիջների վրա։ Ճիշտ պարամետրերի, ճիշտ տեխնիկայի դեպքում հնարավոր է ստանալ ազդեցություն հենց մեր առկա կոլագենի վրա, ապահովել կոլագենի վերակառուցում, ինչպես նաև նոր կոլագենի սինթեզ։ Բայց սա մի օրում չի լինում։
Դրա համար պետք են շաբաթներ, նույնիսկ ամիսներ, այսինքն վերջնական արդյունքը գնահատում ենք առնվազն 2-3 ամիս հետո։ Հնարավոր է հենց պրոցեդուրից անմիջապես հետո ինչ-որ ազդեցություն տեսնել, զգալ եւ այլն, բայց վերջնական full էֆեկտը գնահատվում է 2-3 ամիս հետո։ Հենց որ պետք չի շտապել, մի փոքր ավելի համբերատար եղեք, ինչպես նաեւ ուշադիր եղեք պրոցեդուրից անմիջապես հետո արված դոյի после before after նկարներին, որտեղ դա տենց վերջնական արդյունք չի, դա հիմնականում ավելի շատ այդ պահին եղած այտուցի արդյունք է լինում։ Դրա համար գնահատում ենք առնվազն 2-3 ամիս հետո։ Ինչ է տարբերությունը RF-ի ու RF միկրոնիդլինգի միկրոասեղավորման մեջ։ RF միկրոասեղավորման դեպքում RF էներգիան, այդ ռադիոհաճախականության էներգիան հյուսվածքներին փոխանցվում է տարբեր ասեղիկների միջոցով։ Այս ասեղիկների շնորհիվ կարողանում է բժիշկը որոշակի տարբեր խորությունների վրա աշխատել մաշկի հետ, ավելի ոնց որ կառավարելի է ստացվում էներգիայի փոխանցումը, ու նաև միկրոասեղավորումը ունենում է ասենց ասած հավելյալ օգուտներ, բացի զուտ կոլագենի վերակառուցումը, նոր կոլագենի սինթեզ, այստեղ նաև աշխատում ենք մաշկի տեքստուրայի, մանր կնճիռների, պոստակնե հետքերի, նաև հնարավոր է որոշակի ծակոտիների նաև փոքրացում, սենց ասած, ու ավելի հարթ մաշկ է հնարավոր ստանալ, այսինքն բացի այն, որ ապահովում է կոլագենի վերակառուցում ու սինթեզ, նաև մաշկի ռելիեֆի հարթեցում է ապահովում։ Հաստատ համոզված եմ ձեր ուղեղի մեջ մի հարց կա, իսկ լազերներն էլ ենք օգտագործում այս փոփոխությունների դեպքում, օրինակ ֆրակցիոն CO2 լազերը կամ erbium-ion լազերը, լազերների դեպքում պետք է հաշվի առնել, որ լազերները ավելի շատ աշխատում են հենց մաշկի շերտի վրա, մանավանդ եթե մաշկի թուլությունը առկա է նաև մաշկի արտաքին փոփոխությունների, օրինակ ֆոտոծերացման տարբեր նշանների հետ միասին, մանր կնճիռներ, որոշ պիգմենտացիա, պետք է միակ բանը պետք է զգույշ լինել, օրինակ մուգ մաշկով մարդկանց դեպքում եւ այլն, այստեղ հետ բորբոքային պիգմենտացիայի առաջանալու ռիսկը բավականին մեծ է, հենց որ պարամետրերը ընտրվում են ըստ մաշկի, ըստ ֆոտոտիպի ու ըստ արկա խնդիրների։ Դրա համար շատ ճիշտ է, շատ կարևոր է ընտրել ճիշտ բժիշկ, ով բավականին փորձառու է հենց լազերներով աշխատելու մեջ, որպեսզի այլ խնդիրներ ու բարդություններ չունենանք։ Մեկ էլ մյուս բանը, որ պետք է հաշվի առնել լազերների դեպքում, որ լազերը աշխատում է հենց մակերեսույթի վրա, այսինքն մենք խորը շերտերում աշխատելու հնարավորություն չունենք։ Եթե արկա է արտահայտված մաշկի թուլություն կամ նաև ծավալային փոփոխություններ, դիչեցումներ եւ այլն, պետք է համատեղել այն պրոցեդուրաների հետ միասին, որպեսզի ձեր ուզած արդյունքը ստանաք։ Հայֆու կամ շատ հաճախ հնչող smart lifting-ը, smart lifting-ը թույլ է տալիս ֆոկուսացված ուլտրաձայնի էներգիայի շնորհիվ ազդել ավելի խորը շերտերի վրա, առանց վնասելու մաշկի արտաքին շերտը, այսինքն արտաքին շերտից առանց բացի թեթև հնարավոր կարմրությունից ոչինչ չի լինում, որը մի քանի րոպեների ընթացքում անցնում է, այսինքն տրավմա չի լինում ու հնարավոր է լինում աշխատել ավելի խորը շերտերի վրա։ Ցուցված է օրինակ նախկինում նշել ենք, օրինակ բրիլյանների կամ ճարպային կուտակումների, իջեցումների դեպքում շատ նաև էֆեկտիվ է, եթե կա կրկնակզարդ, մանավանդ ճարպային որոշակի հյուսվածքներ, մաշկի թուլություն, բավականին էֆեկտիվ կարող է լինել հայֆուն։ Հիմա պրոցեդուրաների մասին խոսեցինք, բայց սա նրա համար է, որ դուք կարողանաք ընդհանուր տեղեկություն ունենալ պրոցեդուրաների մասին։ Շատ հաճախ այս պրոցեդուրաները միմյանց հետ կոմբինացված են օգտագործվում ավելի լիարժեք արդյունք ստանալու համար։ Դրա համար հաշվի են առնվում մարդը, այն արդյունքը, որ ուզում ենք ստանանք, այն փոփոխությունները, որը եղել են այդ քաշի կորուստի արդյունքում ու ինչ խնդիրներ ենք ուզում լուծել այդ դեպքում։ Այսինքն կարևոր է անատոմիան, ինչ խնդիրներ ենք լուծելու, ինչ արդյունք ենք ակնկալում, ըստ դրա ընտրվում են պրոցեդուրաները ու կազմվում է սխեմա, շտկման սխեմա։ Այսինքն չկա մի կախարդական պրոցեդուրա, որ ասեմ, բոլոր քաշի կորուստների դեպքում կարող եք անել սա կամ սա կամ սա։ Ամեն ինչ ընտրվում է անհատակ։ Եթե բավականին մեծ ծավալով եք քաշ կորցրել, օրինակ 30-35 ու կան մարդիկ նաև բարիատրիկ տարբեր վիրահատությունների արդյունքում միանգամից մեծ ծավալով քաշ են կորցնում,
Այս դեպքերում հիմնական լուծումը լինում է վիրահատական շտկումը, թե դեմքի համար, թե մարմնի, կախված թե որն է ձեզ ավելի շատ անհանգստացում։ Օրինակ, որովայնի շրջանում կատարվում է աբդոմինոպլաստիկա, բազուկների մաշկի ձգում է հնարավոր կատարել, բրախիոպլաստիկա, ինչպես նաև ընդհանուր մարմնի body lift-ել է կատարվում, կրծքերի, կախված թե ձեզ որն է անհանգստացում։ Եթե կա, ասենց ասած, արտահայտված ու բավականին մեծ ծավալի մաշկ, ցավոք սրտի դեռևս ոչ վիրահատական միջոց ամբողջապես այդ հարցը լուծել դեռևս չի կարող։ Մինչև այդ օրը ավելի ճիշտ կլինի ձեր ցանկացած, ձեր ուզած արդյունքին հասնելու համար դիմեք վիրահատական շտկում։ Խոսեմ նաև ավելի նոր RF տեխնոլոգիայի մասին, որը կոչվում է ինտերվենցիոն կամ ենթամաշկային RF միջամտություն։ Այս դեպքում էլեկտրոդների կամ կանյուլայի միջոցով հենց մաշկի մեջ, այսինքն սա արդեն ինվազիվ պրոցեդուրա է, մաշկի մեջ միանգամից մաշկի խորը շերտերում փոխանցվում է այդ RF էներգիան, սա չի կարելի ասել, որ վիրաբուժական է, բայց արդեն ինվազիվ մեթոդ է։ Այս դեպքում շատ կարևոր է հենց պացիենտի ճիշտ ընտրությունը, անատոմիայի իմացությունը բժշկի կողմից ավելի լավ անվտանգ արդյունք ստանալու համար։ Այս դեպքում արդյունքները մի փոքր ավելի գերազանցում են սովորական արտաքին RF-ի հետ համեմատած, բայց բավականին նաև երկարատև արդյունք են ապահովում, ավելի բնական։ Սա ցույցված է այն մարդկանց, ովքեր դեռևս չեն տրամադրվել facelift-ի, բայց ուզում են նմանատիպ արդյունք կամ ինչ-որ մի արդյունք, որը իրենց կպահի մինչև կտրամադրվեն facelift անելու։ Ինձ որ սա կարող է լավ տարբերակ լինել ձեր դեպքում։ Եթե հարցեր ունեք, ինչ այլոց կոմենտներում գրեք, քանի կիլոգրամ եք քաշ կորցրել, նվազել, ինչքան ժամանակում ու ամենաշատը որ զոնանա ձեր դեմքի կամ մարմնի վրա ձեզ անհանգստացում, որ կուզեիք շտկել։ Հետաքրքրության համար եկեք խոսենք դրա մասին։ Հիմա շարունակեք լինել առողջ, երջանիկ, օրհնված, մաշկի թուլությունն է լուծելի հարցը, դրանով կարելի է զբաղվել, բայց առողջությունը ամենակարևորն է։ Հենց ձեզ օրհնված, երջանիկ կյանք եմ մաղթում։ Մի հանդիպում։